Թուրքիայի հարավում Մերսին նահանգի Տարսուսի շրջանում տեղի ունեցած արյունալի հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, եւս 8-ը վիրավորվել։ Անհայտ անձը կրակ է բացել ռեստորաններից մեկում, ապա ավտոմեքենայով դիմել փախուստի, ինչից հետո ոստիկանությունը սկսել է նրան հայտնաբերելու լայնամասշտաբ գործողություն։ Հատկանշական է, որ սա վերջին օրերին Թուրքիայում գրանցված միակ արյունալի միջադեպը չէ։ Նմանատիպ մեկ այլ ողբերգական միջադեպ է գրանցվել նաև Թեքիրդաղի Չորլու շրջանում, որտեղ զինված բախման ահազանգով ժամանած ոստիկանների վրա կրակ են բացել բիզնես կենտրոնի 3-րդ հարկից։ Այս հարձակման հետևանքով սպանվել է 2 ոստիկան։ Հանցագործին հաջողվել է վնասազերծել միայն փոխհրաձգությունից հետո, երբ նա վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Տեղական իշխանությունները շարունակում են քննել 2 նահանգներում տեղի ունեցած զինված հարձակումների դրդապատճառները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը չի պատրաստվում ապահարզանի դիմել Ռուսաստանի հետ կամ լարվածություն մտցնել երկկողմ հարաբերություններում։ Լիտվայի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նա ընդգծել է, որ թեև արկա են խնդիրներ, Հայաստանը տրամադրված է գտնել կառուցողական լուծումներ եւ զարգացնել փոխշահավետ կապերը։ Անդրադառնալով Մոսկվայի զգուշացումներին ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին, նախարարը նշել է, որ Հայաստանը շատ լավ հասկանում է իրողությունները, սակայն շարունակելու է մերձեցումը Եվրոպական միության հետ։ Միրզոյանի խոսքով, երբ գա վերջնական ընտրության պահը, որոշումը կկայացնի Հայաստանը, եւ դա դրսից չէ, որ պետք է ասվի։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, եւ մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան, անշուշտ, նաև տեսնում, բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։